Աստված մեր մեջ է, ունենք նրա մեջ, նրա խաղաղությունը մեր մեջ է և մենք նրա մեջ։ Ամեն։ Շնորհակալություն ձեզ, Աստծո շնորհքով խաղաղություն ավելանա ամեն մեկից կյանքերի մեջ և նրանք ովքեր որ հետևում են մեզ ինտերնետով։ Ասեմ իր վկայություն, որ Ֆրանսիայում մեր ջանիկ եղբայրը խնդրեց, որ ես վկայեմ, որ նրանց գործերը համարյա չեննող էր, այսպես ասած, նրանք մերժման ենթակա էին ըստ բոլոր փաստաթղթերի, բայց Տիրոջ շնորհքն ու ողորմությունը եղավ և նրանց գործերը ընդունեցին և նրանք արդեն Ֆրանսիայի քաղաքացիներ են
եւ ապրել են այնտեղ, այնպես որ շնորհավորում ենք իրանց եւ օրհնում ենք իրանց, թող հրաշքները ուղեկցվեն իրանց կյանքի մեջ Հիսուսի անունով ամեն օր։ Եվ թող որ ասում որ լինի նրանց ովքեր որ սպասում են այդ հրաշքին։ Ամեն շնորհակալություն ձեզ որ այստեղ եք։ Եկեք անդրադառնանք Աստծո խոսքին եւ միասին ուսումնասիրենք Տիրոջ խոսքը։ Ազատ ամեն վախից։ Գիտեք հաճախ Աստվածաշնչի մեջ մենք խոսքեր ենք հանդիպում շատ անգամ դա դժվարիմաց կամ փորձում ենք հասկանալ մեր հասկացողությամբ եւ առանց շատ անգամ բնագիր ուսումնասիրելու եւ այդ խոսքերը մեզ վախի պատճառ են հանդիսանում։ Բայց եկեք անդրադառնանք Աստծո խոսքին եւ ուսումնասիրենք խորությամբ այս խոսքերի էությունը եւ տեսնենք ինչ է Քրիստոսը ուզում ասել եւ սրանում ումի նկատի ուներ եւ ինչպես կատարվեց ամեն բան Քրիստոսի մեջ խաչի վրա։ Եկեք անդրադառնանք Աստծո խոսքին։ Շատ անգամ լսած կլեք Մատթեոս ավետարանի 10-րդ համարի հետեւյալ խոսքերը։ Ардամեն ով որ ինձ մարդկանց առջև դավանի, ես էլ նրան կդավանեմ իմ որ առջև որ երկնքում է։ Լսել եք։ Եվ ով որ ուրանա ինձ մարդկանց առջև, ես էլ կուրանամ նրան որ առջև որ երկնքում է։ Եկեք նայենք բնագրում ինչպես է գրված։ Ուրեմն ամեն ով որ ինձ հունարենում գրած է ամեն ով որ իմ մեջ մարդկանց առջև դավանի, ես էլ նրա մեջ կդավանեմ իմ որ առջև որ երկնքում է։ Գիտեք, երբ որ ես խոսքերը նայես ու չփորձես հասկանաս ինչպես այն բնագրում գրված եւ սա ասելով Հիսուսը իր աշակերտներին ինչ էր ուզում ցույց տա եւ աշակերտներից հետո կտեսնեն որ ինչքան նրանք փորձեցին հետևել այն ամենին ինչ Քրիստոսն ասում էր, բայց դարձավ ապարդյուն եւ ուրացան եւ հեռացան, բայց ինչպես եղավ նրանց կյանքը, արդյոք Աստված նրանց ուրացավ ու նրանց կյանքը գնաց դեպի անդում կամ խորտակման, շարունակության մեջ ասում ով որ ինձ ուրանա մարդկանց առջև, ես էլ կուրանամ նրան իմ առջև, որ երկնքում է։ Չի ասում ով որ իմ մեջ ուրանա, ես էլ նրա մեջ կուրանամ։ Ասում ով որ իմ մեջ դավանի, ես էլ նրա մեջ կդավանեմ։ Գիտեք որ ոչ մեկ չի կարող նրան դավանել, եթե նրա մեջ չի նա։ Եվ ոչ մեկ չի կարող նրան տեր կոչել, եթե ոչ հոգով եւ Սուրբ Հոգով։ Եվ իմանայինք շարունակության մեջ։ Տեսեք Մարկոս ավետարանի 14-րդ գլխում նայեք մի պատմություն, որ այս խոսքերը Պետրոսը լսել է եւ նա շատ ոգևորված էր ու ասամելիս նա ասում էր. «Օրներգելուց հետո, երբ որ նրանք դուրս գնացին Զեթենան ծառը, Հիսուսը նրանց ասեց. Թե ամենքդ այս գիշեր կգայթակղվեք ինձանից, որովհետեւ գրված է, թե հովիվը կզարգեմ եւ ոչխարները կցվրվեն»։ Գիտեք, հովիվը զարգեմ եւ ոչխարները կցվրվեն այս մարգարեական խոսքը, որ Հիսուսը ասեց, որ գրված է նաեւ Հիբրուում, դա միայն վերաբերվում էր Քրիստոսին, որը կատարվեց եւ ավարտվեց, այլևս այդ հասկացողությունը չկա, որ հովիվը զարգվի եւ հոտը ցվրվի։ Ամեն, դա Քրիստոսի մասին էր եւ դա կատարվեց եւ ավարտվեց այդ խոսքը։ Ու շարունակության մեջ տեսնում ենք, բայց իմ հարություն առնելուց հետո ձեզանից առաջ կգնամ Գալիլեա։ Պետրոսն էլ ասեց նրան, թեև ամենքն էլ գայթակղվեն, բայց ես ոչ, որովհետև նա լսել է, ով որ ինձ ուրանա, ես էլ նրան կուրանամ։ Դրա համար Պետրոս այսպես ոգևորված ասում էր Հիսուսին, որ թեև ամենքն էլ գայթակղվեն, բայց ես ոչ, այնքան վստահ էր իր վրա։ Եվ շարունակության մեջ Հիսուսն էլ նրան ասեց, ճշմարիտ ասում եմ քեզ, թե այսօր հենց այս գիշեր, հավը երկու անգամ չխոսած, 3 անգամ ինչ կանես ուրանաս ինձ։ Իսկ ինչ է դրանից առաջ լսել Պետրոսը, ով որ ինձ ուրանա, ես էլ նրան կուրանամ։ Ով որ իմ մեջ դավանի, ես էլ նրա մեջ կդավանեմ հորը։ Եվ ինչ է լսում հիմա Պետրոս իր ականջներով, որ ասում է այսօր ինձ դու կուրանաս 3 անգամ։ Եվ Պետրոսը շարունակում է, բայց նա առավել եւս ասում է, թե որ քեզ հետ մեռնել պետք լինի ինձ, ես քեզ չեմ ուրանա։ Այնպես էլ բոլորն էին ասում, այսինքն նրա բոլոր աշակերտները։ Բոլորն ասում են, ես քեզ չեմ ուրանա, եթե մեռնել է լինի քո հետ կգամ, բայց քեզ չեմ ուրանա։ Եվ շարունակության մեջ Մատթեոս 26-րդ գլխում այստեղ մեջ են բերել նույն պատմության մեջ մի փոքրիկ հատված, եւ Պետրոսը դուրս նստած էր սրահում, եւ մեկ աղախին եկավ նրա մոտ եւ ասաց. «Դու ես Գալիլեացի Հիսուսի հետ ես»։ Եվ նա էլ բոլորի առջև ուրացավ ու ասեց. «Ես չեմ իմանում, թե դու ինչ ես ասում»։ Ուրացավ, ասում է, ես չեմ իմանում, թե դու ինչ ես ասում։ Մեկ շարունակության մեջ մենք տեսնում ենք եւ երբ որ նա դուրսը բակը գնաց, մի ուրիշը նրան տեսավ եւ այնտեղ լինողներին ասել. «Սա է Նազովրեցի Հիսուսի հետ է»։ Եվ նա դարձյալ ուրացավ երդումով, թե ես այդ մարդին չեմ ճանաչում։ Նորից ուրացավ։
Պատկերացնում եք Պետրոսի վիճակը, նա լսել էր ով որ ինձ ուրանա, ես նրան կուրանամ, ու նա ասել է որ միջև մեռնելն էլ քո հետ կգամ, ես քեզ չեմ ուրանա, չեմ գայթակղվի, ով է որ գայթակղվի, բայց ոչ ես, ու հանկարծ ինքը կանգնում է փաստի առաջ, որ մարդկանց առաջ ինքը ուրանում, ասում է ես իրան չեմ ճանաչում, եւ քիչ ժամանակից հետո այնտեղ կանգնածները եկան եւ Պետրոսին ասացին, ճշմարիտ դու ես նրանց հետ ես, որովհետև քո խոսելն էլ հայտնի անում քեզ, որովհետև այնքան Հիսուսի հետ 3.5 տարի վարվել է, խոսելն էլ անգամ նրան մատնեց, որ ինքը Հիսուսի աշակերտներից այն ժամանակ նա սկսել անիծել եւ երդվել, թե այն մարդուն չեմ ճանաչում եւ շուտով հավախոսեց։ Ինչ արեց անիծյալին այն մարդը, որ այս Քրիստոսին ճանաչում է եւ որից հետո շուտով ասում է հավախոսել։ Եվ գիտեք այս պատմության մեջ Մատթեոս ավետարանում մի բան կա, որը գրված է մյուս ավետարանում, բայց Մատթեոսում չկա։ Եկեք նայենք։ Ուրեմն Ղուկաս 22-ի մեջ նույն պատմության մեջ մի տեղ կա։ Եվ Տերը դարձավ մտիկ արեց Պետրոսին, երբ որ նա ուրացավ։ Եվ Պետրոսը հիշեց Տիրոջ խոսքը, որ ասեց նրան, թե մինչև ակավաղի կանչելը 3 անգամ ուրանաս ինձ։ Եվ Պետրոսը դուրս գնաց ու դառնապես լացեց։ Մենք ասենք դա չէ որ Պետրոսը ապաշխարեց, ինքը դառնապես լացեց եւ այլն։ Գիտեք, երբ որ Հիսուսն ասում էր ով որ ինձ ուրանա, ես կուրանամ, այնտեղ չի ասում ով որ ինձ ուրանա, հետո ապաշխարի, ես իրան չեմ ուրանա։ Ասում ով որ ինձ ուրանա, ես նրան կուրանամ։ Ով որ իմ մեջ դավանի, ես էլ նրա մեջ կդավանեմ հորը։ Ինչ էր ուզում ասել սրանով Հիսուսը։ Դուք չեք կարող ինձ չուրանալ, եթե ես ձեր մեջ չլինեմ ամեն ոքի։ Դուք չեք կարող ձեզանով հետևել ինձ, եթե ես չներգործեմ ձեր մեջ։ Դուք չեք կարող ձեզանով ծառայել ինձ, եթե ես ձեր մեջ չծառայեմ Տիրոջ։ Ու ինչ արեց, հիմա նայեք շարունակության մեջ։ Առաջի Հովհաննես 4-րդ գլուխ։ Հովհաննեսն ասում է. ամեն հոգի, որ չի խոստովանում կամ դավանում Հիսուս Քրիստոսին մարմնով եկած, Աստծուց չի։ Եվ նա ների հոգին է, որ ասացիք, թե գալիս է եւ հիմա արդեն աշխատում է։ Ուրեմն ու ինչ հոգին է ուրանում Քրիստոսին եւ չի դավանում նրան, ների հոգին։ Բայց ում հոգին եկավ ու բնակվեց մարդկանց մեջ, երբ որ նրանք սպասում են Քրիստոսին։ Ու երբ եկավ նրանք կարող էին դավանել Հիսուսին, ինչպես արդեն հոգով Տիրոջ։ Երբ որ Պետրոս այս ասում էր, գիտեք, նա հին ուխտում էր, նա չուներ Տիրոջ հոգի, նա ուղղակի ոգևորված իր այդ ամբողջ այս վիճակից ասում է, ես քեզ չեմ ուրանա, բայց երբ որ եկավ փաստի առաջ կանգնեց, տեսավ, որ ինքը չի կարող։ Մինչև չունենաս նրա հոգին, դու չես կարող ոչ նրան դավանել, ոչ էլ նրան հետևել մինչև քո կյանքի վերջը։ Իսկ ինչ կատարվեց խաչից հետո, երբ հոգին եկավ, Պետրոսը գլխի վայր Քրիստոսի համար խաչվեց եւ չուրացավել նրան, որովհետեւ չէր կարող, որտեղ արդեն Աստված էր, որ ապրում էր նրա մեջ, որտեղ ասում է, ով իմ մեջ, որը դավանի, ես էլ նրա մեջ կդավանեմ։ Ամեն, դա կատարվեց, ես քո մեջ եւ դու իմ մեջ։ Դու ուրախ ես։ Ով է քո մեջ, Աստված քո մեջ, եւ դու նրա մեջ։ Երբ որ դու ասում ես Հիսուս, ես քեզ սիրում եմ, Հայր, ես քեզ մեծանում եմ, ում հոգին է քո մեջ, որ կանչում Աբա Հայր։ Չէ՞ որ ասում են իմ հոգին կգա ձեր մեջ, եւ այդ հոգին ձեր մեջից կավաղակի ինչ? Աբա Հայր։ Եթե դու չունես նրա հոգին, ո՞նց կարող ես ասել Աբա Հայր կամ Պապա։ Դա նրա հոգին է մեր մեջ, որ մենք կարողանում ենք Աստծուն ասել ինչ? Աբա Հայր։ Այնպես որ մենք մեզանով ոչինչ չենք, Աստված է որ եկավ եւ մենք դարձանք ամեն ինչ։ Նրա որդի Հիսուս Քրիստոսի մեջ։ Մի շարունակության մեջ նայեք առաջի Կորինթացիս 12-ում նա ասում է նրա համար հայտնում են ձեզ, որ ոչ ոք չկա Աստծո հոգով խոսող, որ Հիսուսի նզովյալ ասի, եւ ոչ ոք չի կարող Հիսուսին Տեր ասել, եթե ոչ Սուրբ Հոգով։ Ամեն։ Դրա համար ոչ մեկ Հիսուսին նզովյալ ասել, անիծված ասել, ուրանալ չի կարող, ասում այդ անհնարին է։ Ոչ ոք չկա Աստծո հոգով խոսող Հիսուսին նզովյալ ասել, չես կարող ունենալ Աստծո հոգին եւ նրան նզովյալ ասես, ովքեր մեզ հետևում են, նրանք ովքեր ունեն Տիրոջ հոգին, դուք չեք կարող ուրանալ նրան, որտեղ նրա հոգին է քո մեջ։ Մոռացեք այս հասկացողությունը։ Դու արդեն նրան ես եւ նա քոնը, դա կնքված է։ Հիսուսն ասում է ինձ մոտ եկողին, ես հավիցեն դուրս չեմ անի։ Իսկ այն ժամանակով հավիցյան, որտեղ ես նրան կպահեմ իմ ձեռքերի մեջ եւ կտամ հոր ձեռքերի մեջ եւ Հայրը չի թողի որ ոչ մեկ իր ձեռքերի մեջից հափշտակի նրան։
Ամեն, դու ապահով ես, որտեղ նրա հոգին է քո մեջ եւ դու նրա մեջ։ Եվ այս բերում է խաղաղություն քո սրտի մեջ։ Իսկ Տիտոս 11-ում երբ Տերն ասում է կգա շնորհքի հոգին, նայեք այդ ժամանակ ինչ կլինի, որովհետև Աստծո շնորհքը երևաց, որ փրկարար է ամեն մարդկանց համար, ինչքան մարդկանց, ամեն մարդկանց համար փրկարար է շնորհքը, որ խրատում է մեզ, որ ուրանանք, շնորհքը գալիս է մեր ներսում եւ ինչին աննատանում, որ մենք ուրանանք, Հիսուսին չեք կարող դու Հիսուսին ուրանաք եւ դու շնորհքի հոգի ուրանաք անբարաշտություն աշխարհի ցանկությունները եւ խոնարհությամբ եւ արդարությամբ եւ աստվածապաշտությամբ կապրեք այս աշխարհում ինչի՞ չասենք մարդկանց որ դուք ունեք շնորհքի հոգի եւ նրանց հայացքը կենտրոնացնենք արդարության վրա նրանց հայացքը կենտրոնացնենք որ նրանք ներված սիրված եւ ընդունված են Տիրոջ կողմից ամեն ժամանակ եւ նրանք չեն կարող ուրանալ Տիրոջը եւ ոչ էլ կարող են իրենց փրկությունը կորցնել որտեղ Տերը հավիտենական փրկություն ապարգևեց նրան Եվ Եբրայեցիս թուղթն ասում է հավիտենական փրկա գնում մեկ անգամ եւ ընդմիշտ Քրիստոսի մարմնի վապարակով եւ դու նրանն ես եւ դա կնքված է հավիտենական ամեն դրա համար այդ խոսքերը լսելով ավետարանի մեջ որ ով ինձ ուրանա ես կուրանամ դա մեզ չի վերաբերվում կուրանան նա ասում է ով է ուրանում ով չի դավանում Քրիստոսին ներյակին ով չունի նրա հոգին Ով նրանից չի ծնված, իսկ ամեն ով նրանից ծնված է, նրան չի կարող ուրանալ։ Գիտեք, մեր կյանքում կարող է լինի հաճախ պահեր, որ նեղության, դժվարության, փորձանքների ժամանակ ասենք ուրեր Աստված, բայց այդ չի նշանակում, որ մենք ուրացանք Տիրոջը։ Շատ անգամ երեխաներ ընտանիքում խռովում են ծնողներից չեն խոսում, բայց նրանք չեն դադարում մեր զավակներն ու որդիները լինելուց։ Մենք շարունակում ենք շնորհ ու ողորմություն ցույց տալ նրանց, որտեղ գիտենք, որ իրանք հիմա մի փոքր բռնկվել են Անցումայի շրջանը Աստված տեսնում ու հասկանում ես, ոչինչ դա կփոխի կանցնի, ինքը ինձանից է ծնված, ես սիրում եմ իրան, թեկուզ ինքը այդպես է վերաբերվում, բայց ես անգամ մեծ սեր ու հոգատարություն ունեմ, որ ես չեմ վերաբերվում այնպես, ինչպես ինքն է վերաբերվում, ամեն, եթե մենք ծնողներս կարող ենք այսպիսի վերաբերվում ցույց տալ մեր երեխաներին, ինչքան առավ հայրը, որ սիրո վերաբերմունք է ցույց տալ իր զավակներին օրենքի, ամեն, եթե ուզում ես կարող ես կապարել Տիրոջը Շարունակենք Մատթեոս 10-րդ եկա չեմ պայասել ձեզ մի քիչ է ցույց տալստեղ ով հորը կամ մորը ինձանից ավելի է սիրում նա ինձ արժանի չի եւ ով որ իր որդուն կամ աղջկան ինձանից ավելի է սիրում նա ինձ արժանի չի լսեք եթե այս խոսքերը ճիշտ չհասկանանք մի հատ եկեք դնենք նժարին ամբողջ աշխարհի քրիստոնյաներին ովքեր ունեն ընտանիք հայրենիք եւ զավակներ մի հատ կշռեն ովքեր են այսքան մարդկանցից իրանց ընտանիքներում Քրիստոսին ավելի սիրում, քան իրանց երեխաներին եւ ըստ սրա որոշիկով արժանի Քրիստոսին եւ որ ոչ։ Գիտեք, երևի մաղվեն եւ տակը ոչ մեկ չմնա։ Իսկ ինչ է ուզում սրանով Քրիստոս ասել։ Ասում է, ով որ հորը ինձանից ավելի է սիրում, նա ինձ արժանի չի։ Լսեք, Հիսուսն ասում է, դու ո՞նց կարող ես ինձ սիրել, եթե դու չընդունես ինձ սերը։ Միջև մենք չընդունենք հայրական սերը, հոր սերը մեր մեջ, մենք ոչ կարող ենք Աստծուն սիրել եւ ոչ էլ կարող ենք նրան պաշտել։ Դրա համար Պետրոսը սրանից ոգևորված այս բաները լսած գնաց ու կանգնեց փաստի առաջ ու ցույց տվեց, եթե նա սիրում էր Հիսուսին, ինչու չգնաց ու չվեր, չկարողացավ եւ գրվածել էր եւ նա ուրացավ։ Հիմա նայեք շարունակության մեջ։ Ողոսացիս մեջ։ Ասում նա ինձ արժանի չի, իսկ Ողոսացիս թուղթ ասում է եւ գողություն տան Թորը, որ մեզ արժանացրեց մասնակից լինելու սուրբերի վիճակին լույսի մեջ, ով մեզ արժանացրեց։ Ինքը Աստված։ Հիսուսն ասում է, ով որ իր հորն ու մոր ավելի սիրի կամ իր երեխուն ինձ արժանի չի, սրանով ցույց է տալիս, որ դուք չեք կարող արժանի լինել ինձ, ես եմ ձեզ արժանացրել։ Ամեն։ Մենք ոչինչ արժանիքներ չունենք, որ արժանանայինք ինչ-որ մի բանով նրան։ Աստված մեզ արժանացրեց սուրբերի վիճակին լույսի մեջ։ Դրա համար շեշտը մեր վրայից վերցվեց եւ դրվեց ում վրա Քրիստոսի վրա։ Նա մեզ սիրեց, նա մեզ արժանացրեց, նա մեզ փրկեց, նա մեզ բարձրացրեց, նա մեզ գովեց եւ նա մեզ որդու պաշտոն եւ դիրքի մեջ դրեց։ Ամեն։ Դրա համար ոչ թե մենք արժանացանք նրա սիրուն, այլ ինքը արժանացրեց մեզ սիրուն։ Հիմա նայեք հաջորդը առաջի Հովհաննես 4-րդ գլուխ։ Ինչ ասում Հովհաննեսը։ Սրանում է սերը որ ոչ թե մենք սիրեցինք Աստծուն, այլ նա սիրեց մեզ եւ ուղարկեց իր որդուն
քավություն մեր մեղքերի համար։ Եթե այսպես վերցնեք այս խոսքերը իրար կողմ դնեք, կհակասի իրա։ Հիսուսն ասում է, որ ինձ ավելի չսիրի, քան իր հորն ու մորը երեխաները ինձ արժանի, չի Հովհաննեսն ասում է սրանում է սերը, որ ոչ թե մենք սիրեցինք Աստծուն, չենք էլ կարող սիրել, այլ առաջինը ինքը սիրեց մեզ։ Մինչև չհասկանանք ինչքան սիրված, ներված եւ ընդունված ենք դրա կողմից, մենք չենք կարող մեր սերը արտահայտել Տիրոջ նկատմամբ։ Ամեն։ Սրանով ինչ է ուզում ասել Հիսուսը, որ առաջինը ես ձեզ սիրեցի, ես եկա եւ ձեզ արժանացրեցի եւ փրկեցի եւ դարձրեցի իմը։ Եվ սրանում ասերը, որ ոչ թե դուք եք ինձ սիրել, այլ առաջինը ես եմ ձեզ սիրել։ Եվ հայտնության մեջ, որ ասում է վերադարձեք առաջի սիրուն, ի՞նչ է նշանակում։ Վերադարձիր այն սիրուն, ոնց էր առաջ Քրիստոսին սիրուն, դա է առաջի սերը։ Առաջի սերը սա է, հոր սերը քո նկատմամբ։ Դրա համար եթե ասում է Հովհաննեսը վերադարձեք ձեր առաջի սիրուն, այսինքն Քրիստոսի սիրուն ձեր նկատմամբ։ Իսկ եւ Պետրոսն ուրացավ ինչ դաս քաղեցն այդ ուրացումից եւ Քրիստոսը հայտնվեց նրան արդեն այն ծովեզերքի ափին։ Երբ որ նրան ասեց Պետրոս, սիրում ես ինձ դրանցից ավելի, եւ նա նրան հարց տվեց ագապե սիրով, որտեղ հունարեն սեր մի բառ չի։ Նա նրան պատասխանեց, ես քեզ սիրում եմ։ Գիտես, որ ես քեզ սիրում եմ, եւ պատասխանեց ֆիլիո։ Ես քեզ ընկերական սիրով եմ սիրում։ Հիսուսը նորից հարցրեց Պետրոս, դու ինձ ագապե անում ես։ Նա ասեց Հիսուս, գիտես, որ ես քեզ ֆիլիո եմ անում։ Երրորդ անգամ Հիսուսը նրան ասեց Պետրոս, դու ինձ ֆիլիո անում ես, արդեն իջավ նրա մակարդակին։ Ասեց Հիսուս, գիտես, որ ես քեզ ֆիլիո եմ անում։ Իմ սերն ընդամենն ընկերական սեր է, եւ դա չհասավ նույնիսկ միջև խաչը։ Դու տեսար, որ ես ուրացար եմ, որ ասում ինչ ես ուզում ինձանից։ Լսեք, ինչ դաս քաղեց այս ամենի մեջ։ Հիսուսն ուզում էր, որ Պետրոսը հասկանա, որ էական չի, թե դու ինչքան ես ինձ սիրում, էական է, թե ինչքան մեծ է ես քեզ սիրում, ինչքան մեծ է իմ սերը քո նկատմամբ։ Երբ մենք հասկանանք ինչքան մեծ է նրա սերը մեր նկատմամբ, դա տալիս է մեզ ունակություն սիրել նրան, անշահախնդիր եւ անանացորդ սիրում։ Ամեն։ Դրա համար ինչ դաս քաղեց Պետրոսը այդտեղից, որ էական չէր իր վերաբերմունքը, եւ դրա համար ինչպես նա կրակի մոտ 3 անգամ ուրացավ Քրիստոսին, Քրիստոս ստեղծեց այդ նույն կրակի տեսարանը, ձուկը, եւ Հիսուս հենց այդ կրակի մոտ Պետրոսի մտքի հիշողության մեջ մնացած 3 անգամ ուրանալը կրակի մոտ վերացեց 3 անգամ նրան ասեց ես քեզ սիրում եմ ու Հիսուսն ասեց արածեցրու իմ գառները էական չի թե դու ինձ ինչքան ես սիրում էական է թե ես քեզ ինչքան եմ սիրում եւ այդ սերն է որ տալիս է մեզ հաղթանակ առաջ գնալու ու չհանձնվելու ամեն ամեն դրա համար ինչքան որ մենք նայենք մեր սիրուն մեր կյանքի մեջ առաջ չեն գնա դեռ չենք հասնի բայց մենք նայենք նրա սիրուն եւ մեր սիրտը անընդհատ լցվում է Աստծո սիրով որտեղ Տիրոջ խոսքն ասում աճեք սիրո մեջ մենք սիրո մեջ աճում ենք ինչքան ճանաչում ենք Քրիստոսին ինչքան ինչ ենք անում աճում ենք նրա սիրո մեջ հասկանում ենք թե ինչքան սիրված ներված եւ ընդունված ենք նրա կողմից եւ դա ոչ թե մեր արժանինքներն այլ նրա արժանինքները մեր նկատմամբ Առաջին Տիմոթեոս 5-րդ գլուխ իսկ այստեղ էլ արդեն ինչ ասում Պողոսը Տիմոթեոսին, բայց եթե մեկը հյուրայինների եւ մանավանդ իր ընտանիքի անհամար խնամք չտանի, նա հավատքից ուրացած է ու անհավատից էլ չա։ Ասում եմ, եթե մեկը նա մանավանդ իր ընտանիքի անդամների համար հոգ չտանի, նա անհավատից էլ չար է։ Այսօր մենք շատերս ընտանիքներ ունենք։ Եվ եթե մեր սերը որոշվի նրանով, թե ինչքան ժամանակ մենք տրամադրում ենք Աստծուն, եւ ինչքան ժամանակ տրամադրում ենք մեր ընտանիքին, ու սրանով որոշում ենք Աստծուն ենք շատ սիրում, թե մեր ընտանիքին, ասեմ 100%-ով բոլորի իրանց ընտանիքին ավելի շատ են տրամադրում, քան Տիրոջը, եւ դուրս կմնան այս ստանդարտներից Աստվածային ճակերտների մեջ։ Իսկ ինչ արեց Աստված։ Լսեք Աստվածեկով ու բնակվեց մեր մեջ եւ մեր միջոցով նա սիրում է մեր ընտանիքներին։ Եվ դու քայլում ես, գիտեք այդպիսի երկ կա, որ հայերեն թարգմանել են ու ճիշտ չեն թարգմանել։ Ուր գնաս, ես կգնամ, ինչ ասես, ես կանեմ, ինչպես աղոթես, ես կաղոթեմ։ Այդպես չի բնակիը։ Բնագրում ասում է, ուր գնաս, ես եմ գնում։ Ինչ անես, ես եմ անում։ Աղոթես, ես եմ աղոթում։ Այսինքն Աստված որ քո մեջ է։ Լսեք Ոնց կմտածեք սիրո Աստվածը կասի հիմա ինչու ես այդքան շատ ժամանակ տրամադրում քո ընտանիքին, որ նա ընտանիքի հեղինակն է եւ այդ սերը վերել է քո մեջ եւ դու սիրում ես քո ընտանիքը։ Ոնց եք մտածում Աստված քո երեխաների, քո ընտանիքի եւ իր միջև մրցակցության մեջ է որ լինի ինքը քո կյանքում առաջի տեղում։
Աստված վեր է և սեր է։ Լսեք, նա է դրել այդ ամեն ինչի քո մեջ Աստված մրցակցությունից դուրս է։ Նա է քո կյանքը, ոչ թե քո կյանքում առաջի տեղ լինի, ասում է Քրիստոս, որ մեր կյանքն է, հայտնվի ով է Քրիստոս, մեր կյանքը։ Նա մրցակցության մեջ չի, նա նրանից դուրս է, նա է քո կյանքը, նա է քո եսը, նա է քո էությունը, նա է քո նոր արարած, որ ապրում է քո մեջ, եւ նա քեզ չի ստիպի, որ ինչ-որ ստանդարտների ու ռամկաների մեջ դու դնես իրան եւ քո ընտանիքը նա տվել ազատություն, նա ապրելով քո մեջ սիրում է, քո ընտանիքը քո երեխեքին եւ բարձրացնում է, նա է զորությունը քո, նա է ուրախությունը քո։ Ամեն։ Հիմա նայենք Մայր Թերեզայի խոսքերից մի երկու խոսք։ Գիտեք ինքը ինչ էր անում։ Ինքը վերցում էր որդերին անդուններին, մուսուլման լինեին, թե չգիտեմ Կրիշնային լինեին, ինչպիսի ընկած մարդիկ լինեին հոգեր տանում, տանում էր այն կացարանները, որ ինքը պատրաստել էր մարդկանց հոգեր տանում, վերքերը լվանում էր, մարդիկ այնտեղ մահանում են մաքրված, սիրված, կարևոր չէ, որ նրանք մեռնում են, թե կենդան են, կարևոր է ինչ մթնոլորտում են նրանք մահանում, սիրո և ջերմության։ Եվ նա գիտեք ինչ էր ասում, բոլորի մեջ ես տեսնում եմ Քրիստոսին։ Առաջ ես չէի հասկանում դա։ Այս մարդիկ Հիսուս չեն ընդունել։ Ո՞նց է ինք այս մարդկանց մեջ Քրիստոս տեսնում։ Որտեղ Քրիստոսը ասում է այս փոքրներից մեկին արիք, ինձ արիք։ Նա հասկացել է շնորհն ու ողորմությունը։ Դրա համար Հիսուսն ասում է ես եկա ոչ թե զոհ եմ ուզում մեղքի համար, այլ ողորմություն, որ ես եկա եւ ցույց տամ ձեզ։ Զոհերի ժամանակը վերջացավ, եկավ շնորհքի եւ ողորմության ժամանակը։ Եվ նա ասում է, ինչ կարող եք անել դուք ամբողջ աշխարհում խաղաղություն հաստատելու համար։ Ուղղակի գնացեք տուն ու սիրեք ձեր ընտանիքը։ Լսեք, եթե նա այսպիսի շեշտ է դնում, բայց Հիսուսն ասում է, որ իր ընտանիքը ավելի շատ սիրի քանից, ինչը հակասում է դրան, ոչ, Քրիստոսն ասում է, դուք չեք կարող ինձ սիրել, մինչև ինձ սերը չընդունեք։ Այդ ես եմ գալու ձեր մեջ ապրելով եւ ես եմ հորը սիրելով եւ դա իմ սերն է լինելու, որ արձագանքել է ձեր մեջ, որ սիրում եւ ոչ թե դուք։ Ամեն։ Եվ մի խոսքերն ասում է, ամենուր սեր տարածեք, առաջին հերթին ձեր տանը։ Պատկերացրեք, եթե ամեն մեկը գնատում ու սիրի իր ընտանիքը, խաղաղություն կհաստատվի։ Եվ ասում ամենուր եք սեր տարածեք, առաջին հերթին ձեր տանը։ Որտեղ սա աշխարհը փորձում եմ փոխել աշխարհը, բայց երբ ամեն մեկը նայի իրան եւ փոխի իր կյանքը, ամբողջ աշխարհը փոխված կլինի։ Ամեն ինչ հրաշալի են այս խոսքերը։ Եվ նա հասկացել է, միգուցե ինքը շատ գերբնական հայտնություններ չունի, բայց մի բան գիտե, Տիրոջ ողորմության եւ շնորհքի մասին, ով այր մեջ ապրում, եւ ինչ շնորհք ու ողորմություն է ցույց տալի ինքը մարդկանց։ Ամեն։ Դորնված ես։ Ամեն։ Մատթեոս 10-րդ գլխում Հիսուսը շարունակում է. Եվ ով որ չի վերցնում իր խաչը ու իմ ետևից գալիս, նա ինձ արժանի չի։ Լսեք, Հիսուսը սրանով ինչ էր ուզում ասել, դուք չեք կարող խաչ վերցնեք իմ հետևից գալ։ Պետրոսը սկի միջև խաչը չհասավ, երբ որ Գեսեմանի պարտեզում էին, բոլոր աշակերտները թողեցին, փախան, Հիսուսը մենակ մնաց։ Բա ուր են հերոսները, որ ասում են, մինչև խաչ քո հետ կգանք, այսինքն մեր խաչը կվերցնենք, ինչ է լինի, մինչև հիմա բոլորը գնացին, Հիսուսը խաչի վրա մենակ է, մենակ Հովհաննեսն էր այնտեղ Մայրամի հետ, ուր են աշակերտներն, այն հերոսները չկային, իսկ ինչ Հիսուսը նրանց ուրացավ, երբեք ասում է ձեզանից առաջ կգնամ Գալիլեա եւ ձեզ հետ կհանդիպեմ, եւ նա հանդիպեց նրա հետ, նրանց հետ ցույց տվեց իր ձեռքերն ու ոտքերը, վերքերը, եբրայերեն խաղաղություն բառը շալոմն է, իսկ եբրայերեն բարձք բառը շալեմն է, նա ցույց տվեց իր ձեռքերը շալեմն է, այսինքն բարձքը ձեր խաղաղության ու ասեց շալոմ ձեզ, արդեն գինը վճարված է եւ դուք ունեք խաղաղություն ու հաշտություն ձեր հետ։ Ամեն։ Մոռացեք ինչ եք արել Գեցսեմանի պարտեզում, ոնց փախավ, որ խաչի մոտ իմ հետ չէի, մոռացեք այդ բոլոր բաները, ես եկա ու իմ ոգին եկավ ձեր մեջ, չէ որ նա ասում է, ես գնում եմ եւ դարձյալ ես ու հայրը կգանք ու ինչ կանենք, բնակություն կհաստատենք ձեր մեջ։ Լսեք այսօր ով ապրում մեր մեջ, Աստված ինքը հայրը, որդին ու Սուրբ Հոգին մեր մեջ չկա բաժանում մեր ու Աստծո։ Եվ որ մենք ասում ենք հայրը մեր, որ երկնքում ես, դու առաստացնում ես հորը, հայրը մեր, որի մեջ ես։ Ամեն։ Երբ Հիսուսը դա իր աշակերտներին սովորացնում է, դեռ նա ինքը չի ապրում նրանց մեջ, բայց երբ որ ինքը կա մեր մեջ, մենք ասում ենք հայր, որի մեջ ես։ Այո, Աստված երկնքում է, բայց նաև Աստվածի մեջ է։ Ես նրա մեջ եմ, ինքին մեջ է, տարածություն չկա իմ Աստծո միջև։ Նա դարձավ միաձուլվեց ինձ հետ եւ ես նրա հետ մեկ դարձա։
Եվ շարունակության մեջ Հովհաննես 15-ում իսկ Հիսուս ինչ ասում, ոչ թե դուք ինձ ընտրեցիք, այլ ես ընտրեցի ձեզ եւ ձեզ դրի որ դուք գնաք ու պտուղ բերեք, եւ ձեր պտուղը մնա որպես ինչ որ իմ հորից խնդրեք իմ անունով տածեք։ Ասում դուք չեք ինձ ընտրել։ Որ հիմա որոշեք ուրանանք, չուրանանք, դուք չեք ինձ ընտրել, ես եմ ձեզ ընտրել։ Ով է ձեզ ընտրել։ Աստված։ Ով է իր հոգին ձեր ներսում դրել Աստված։ Եվ ամբողջ շեշտը մեր վրայից վերցում ու դրում է Քրիստոսի վրա նրա առած ավարտած փրկագրության փոխի վրա եւ թող իր սուրբ անունը փառավորվի։ Եվ շարունակության մեջ Գաղատացիս 2-ում Պողոսն ասում է, որովհետեւ ես օրենքով օրենքին մեռա, որ ապրեմ Աստծուն։ Ես Քրիստոսի հետ խաչված եմ։ Եվ կենթանի եմ ոչ թե այլևս ես, այլ Քրիստոսն է կենթանի ինձ անում, ուրիշ թարգմանություն ասում է, եւ ոչ թե այլևս ես եմ ապրում, այլ Քրիստոսն է ինձ անում ապրում, եւ ոչինչ հիմա կենթանի եմ մարմնով, Աստծո որդու հավատողն եմ կենթանի, որ ինձ սիրեց եւ իրանց ինձ համար մատնեց։ Ում հավատով։ Որդու հավատով, ում հավատն ասում է մեջ որդու հավատը, ասում այլևս ես չեմ ապրում, ես նրա հետ խաչի եղա, այս նամակը երբ որ գրվել է 50-60 թվականներին, խաչի մահը եղել է 33 թվականին, այդ ժամանակ Պողոսը քանի տարեկան է, 23-22 տարեկան, ինքը ասում է այն ժամանակ 36 թվականի երբ որ ինքը դարձավ Քրիստոսին ճանաչեց ով է իր մեջ, ինքը ում մեջ, լսեք ինքը ասում է ես Քրիստոսի հետ խաչված եմ, հարց եմ տալիս, ասում եմ որ իր խաչը չվերցնիմ ետևից գա, ինչ էր ուզում Հիսուս ասել, չեք կարող դու, ես կտանեմ բոլորիդ խաչը, մեկ անգամ եւ միշտ։ Հիսուսը մերկեր գործ է որ խաչ էր տանում, ում խաչներին կտանում, մարդկության, քանի անգամ պիտի տարվի դա, մեկ անգամ եւ ընդմիշտ ու դրա հարցը լուծել։ Այսինքն դու ունես խաչ տանելու, ոչ, այսօր քեզ պետք է հայտնություն, որը այլևս ոչ թե դու ես ապրում, այլ Քրիստոսն ապրում քո մեջ։ Ամեն։ Ու այդ ժամանակ քո համար այնքան հեշտ կլինի դիմանալ ամեն նեղությունների եւ դժվարությունների նրա անվան համար։ Դրա համար այսօր երկրներ կան, որտեղ քրիստոնյաներին հալածում են ընդհանուր միջև մահապատժի ու կտանքների են ենթարկում եւ առաջի դարում, որ հիշում եք Ներոնի օրոք 64 թվականին ինչ էր անում Ներոնը, եթե մարդիկ չիմանային ով են իրաց մեջ, եւ իրանք ում մեջ, եւ այն Աստված է, որ իրաց մեջ էր, որ իրանք կարողանում էր պահել եւ այն շնորհն է, որ իրանք պաշտպանում էր, որ իրանք կարողանում են հեշտության ամեն այդ տառապանքների դիմանալ։ Ոչ մեկ իր ուժով չի կարող գնալ միջև վերջ, եթե Աստված չգնա նրա մեջ։ Հին ուխտում ասում Աստված, ես կգնամ ձեր առջևից եւ դուք կգաք իմ հետևից, նոր ուխտում ասում եւ կգա ժամանակ, որ ես կգամ ու կքայլեմ նրանց մեջ։ Ամեն։ Այսօր որ Աստված քո մեջ, նայ քո ոտքերը, դու ես նրա ոտքերը, ձեռքերը, աչքերը, ականջները, անիշ դու լսում ես, ինքն է լսում, անիշ դու խոսում ես, ինքն է խոսում։ Ամեն։ Երբ որ դու տեսնես ինչպես մեկացած ես նրա բոլոր հարցերը կլուծվեն քո մեջ։ Մատթեոս 10-րդ շարունակենք, ով որ իր անձը գտնում է կկորցնի նրան, ով որ իր անձը ինձ համար կորցրել ես, նա կգտնի նրան։ Լսեք Պետրոսն ուզում էր կորցնել իր անձը, որ գտնի նրան, չկարողացավ։ Հիսուսը սրանով ցույց է տալի, դուք չեք կարա, ես ձեր անձը կկորցնեմ իմ մեջ խաչի վրա մեկ անգամ եւ ընդմիշտ եւ իմ անձը կդրեմ ձեր մեջ, որ երբեք չեք կարա ուրանաք ինձ։ Ամեն։ Լավն Աստված Գաղատացիս 6-րդ գլուխ, սակայն ինձ քավ լիցի պարծենալ, Պողոսն ասում, բայց միայն մեկտեղ Հիսուս Քրիստոսի խաչով, որ նրանով աշխարհն ինձ համար խաչված է, ես էլ աշխարհի։ Նա ասում է ինչով պարծենամ, լսեք Պողոսը ինչ անձ կորցնի, ասում է նրանով, բայց միայն մեկտեղ Հիսուս Քրիստոսի խաչով, որ նրանով աշխարհն ինձ համար խաչված է, ես էլ աշխարհի։ Խաչված եմ, էլ ինչ անձ, լսեք որ մարդկանց ասում են կորցրու, ձեր անձը մոռացեք քեզ, քո անձը Քրիստոսն է, որ քո մեջ է, Քրիստոսին խաչեմ երկրորդ անգամ, ցույց տվեք ով է իր իսկական էությունը եւ նրանք կսկսեն ապրել իրաց իսկական էության ընթացքով։ Մենք մարդկանց համոզում ենք, որ իրանք մեղավոր են եւ ապրում են մեղավոր կյանքով, բայց երբ որ նրանք համոզվեն ու հաստատ տեսնեն, որ նրանք արդար են ապրել, արդարացի կյանքով։ Ամեն։ Այլևս ոչ ոք չեք ապրում, նրանք ովքեր որ հետևում են մեզ, ամեն տեսակի վախերից եղեք ազատ, նրա հոգին որ ձեր մեջ է եւ դուք նրա մեջ եք, դուք չեք կարող նրան ուրանալ Քրիստոսը, ասում է նա չի կարող իր անձը ուրանալ, դուք իր անձն եք, դուք ինքն եք, ինքը դու, եւ դուք չեք կարող նրան ուրանալ, որտեղ դուք նրա հոգին եք ձեր մեջ։ Եկեք շնորհակալություն հայտնենք Տիրոջը, ասեք Հիսուս
Շնորհակալ եմ քեզանից, քո ներկայության համար իմ մեջ, ես քո մեջ եւ դու իմ մեջ, հավիտյան։ Ես քոնն եմ, ազատ ամեն վախից, հանգիստ ու ապահով, քո շաբաթի եւ քո հանգստի մեջ, Հիսուսի անունով։ Ամեն։